Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն հրաժարական է ներկայացրել իր նոր կառավարության ձևավորումից ընդամենը մի քանի ժամ անց։ Նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է հրաժարականը։ Նախորդ շաբաթ մի շարք քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից հետո Լեկորնյուն կիրակի օրը հրապարակել էր նախարարների անունները։ Նոր կաբինետի կազմը դժգոհության ալիք էր բարձրացրել թե ընդդիմության և թե իշխանության շրջանում։ Լեկորնյուն Մակրոնի 5-րդ վարչապետն էր վերջին 2 տարվա ընթացքում։ Ռուսաստանին Գերմանիայի տարածքում անօդոչու թռչող սարքերի արձակման մեջ մեղադրելու հիմքեր չկան։ Կրեմլի խոսնակի պատասխանն է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարություններին, թե Գերմանիայի տարածքում անօդոչու թռչող սարքերի արձակման հետևում կարող է Ռուսաստանը կանգնած լինել։ Պեսկովի խոսքով Եվրոպայում կան շատ քաղաքական գործիչներ, որոնք այժմ հակված են ամեն ինչի համար մեղադրել Ռուսաստանին։ Իրանը չի նախատեսում ներկայում վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայել Բաղայի հայտարարությունն է։ Նրա խոսքով եվրոպական եռյակը Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան շարաշահել են համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վեճերի կարգավորման մեխանիզմը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ԱՄՆ շահերը առաջ մղելու պատճառով։ Ալիևի հրավերով վաղն Ադրբեջան կմեկնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցելու թուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովին։ Տարածաշրջանային խաղաղություն ու անվտանգություն խորագրով անցկացվող գագաթնաժողովում նախատեսվում է մի շարք փաստաթղթեր հաստատել։